Մինասյան էլ տեղից չեմ գտնում։ Այսքան ուշանալ կլինի, արդեն մոտն ընկավ։ Մի քիչ էլ սպասենք, էլի, մի քիչ էլ։ Սպասենք։ Բարև ձեզ։ Ասա բարին աղջիկ ջան։ Այս Հենրի Շախուցին ակցիա են անում։ Այսինքն ինչ։ Ազատություն հեն Շախուցին։ Ազատություն հեն Շախուցին, հա։ Դե մեծ ձեն հանենք պլակատներով բանով գրենք այն կանենք։ Վայ։ Ճիշտն ասած չէի մտածել այդ մասին։ Ոչինչ, հաջորդ անգամ կանեմ։ Աստված չանի հաջորդ անգամ գանք ստեղ։ Դե հա։ Ֆայնան էստեղ, հա։ Հա, արավոտանից հարցակնում են աղջիկ ջան։ Պարսա։ Լավ, ես էլ գնամ տեսնեմ ինձնից ինչ են ուզում։ Ես էլ գնաց անվերադարձ։ Ես էլ առավոտ բաց թողին երևի։ Շատ հետաքրքիր աշխատասենյակ ունեք։ Ես կասեի նույնիսկ վախենալու։ Վախենալ պետք չի։ Դուք ավելի լավ պատմեք այդ երկու երիտասարդները ինչպես են կտրել ձեր ճանապարհը, որտեղ, ինչ պայմաններում, ամեն մանրամասնություն։ Հերի Շախունցն է։ Ես արդեն տեսա։ Ուղղակի հետաքրքիր է ինչի է իր նկարը հայտնվել հենց ձեր պայուսակի վրա։ Շատ սիրելուց է, գիտեք, չէ։ Ոչ մի վարքյան չեմ ուզում իրենց բաժանվեմ, դրա համար ստիպված այս տարբերակին եմ անցել։ Լավն է, չէ։ Շատ աշխատող տարբերակ է։ Հազիվ խելքը գլխին մարդ հանդիպեցի, նորմալ, ով ինձ հասկանում է։ Շնորհակալ եմ շատ։ Լավ, ես արդեն պատրաստ եմ, կարող եք ինձ հարցաքննել։ Ես արդեն հարցը ձեզ տվել եմ։ Սպասում եմ ձեր պատասխաններին։ Հա, ուրեմն ես ու Ֆայնան մեզ համար զբոսնում էինք, մենք իրական շատ ենք սիրում քաղաքով քայլել, մանավանդ երբ որ լավ եղանակ է, այդ օրը լավ եղանակ էր։ Մեզ համար զբոսնում էինք, մեկ էլ Այդքան մանրամասը պետք չի։ Կենտրոնացեք դեպքի վրա։ Վայ, դեպքի վրա եմ կենտրոնանում։ Ուղղակի ուզում էի մանրամասները պատմեի, որ ձեզ համար ավելի հասկանալի լինի, էլի ճիշտ հետևություններ անեք։ Մի խոսքով, քայլում էինք ես ու Ֆայնան, մեկ էլ երկու ապուշ մեքենավ եկան մեր դիմացով, մեր ճանապարհը կտրեցին։ Այդ հերիք չի, մի հատ իջել էին ու Ֆայնին կներեք։ Սպառնում էին։ Ասում են, եթե Ալբերտոյի պարտքերը չտակ, լավ չի լինի քո համար։ Իսկ ծանոթ էին, ճանաչում էիք։ Ասենք ոնց կարող էին այդ ապուշները մեզ ծանոթ լինել։ Մի բան ասեմ, մենք շատ վաղուց ես էլ Ֆայնան էլ մեր շրջապատը մաղել ենք։ Մենակ այն Ալբերտոն էր մնացել, այն էլ